Հաշվի առնելով, որ հանձնաժողովի նյութերում առկա են բազմաթիվ այսպես անուն-ազգանուններ, որոնք հավաստել են կամ որոնց բացատրությունների հիման վրա կարծիք է կազմվել, չէ, ենթադրվում է, որ եւ կառավարիչի կողմից ներկայացվածը եւ ձեր աշխատակազմի կողմից պատրաստված հաղորդում այսպես նյութը վարույթի վերաբերյալ պարունակում է բացատրություններ եւ տեղեկանքներ, որը այսպես հիմնավորվում է միայն այդ անձանց հենց առաջի կետին է վերաբերում ԲՀ համակարգի այդ խնդրի։ Ինչ է կատարվել, ասում ենք, բա որտեղից դա, մի քիչ այսպես հերվից գամ, որ պատկերացնեք ինչի մասին է խոսքը։ Ասում եմ, դա որտեղից, ասում է անվտանգության փոխտնօրեն էս ինչ են, գրել են ինչ-որ զեկուցագիր։ Հիմա այդտեղ ես այդքան ժամանակ աշխատել եմ, անգամ ինքս մասնակիցել եմ եղել այդ այսպես ասած ծառայական քննությանը, անվտանգության տնօրենի ստորագրությունը չկա։ Արդյոք, լավ, սենց ասեմ, ընդունենք մենք չենք միջնորդում, արդյոք հանձնաժողովին հետաքրքիր չի, թե այդ տեղեկանքները ինչ ճանապարհով են ձեռք բերվել, արդյոք հետաքրքիր չի, որ անվտանգության տնօրենությունը կատարում է ծառայական քննություն եւ անվտանգության տնօրենի այսպես ստորագրությունը չկա գլխավոր տնօրենին ուղղված տեղեկանքի մեջ։ Ես օրինակ այդպիսի դեպք բացառում եմ իմ 20-ամյա աշխատանքի փորձով, չի եղել այդպիսի բան։ Ներքին կարգով ծառայական քննություն արվում է, տրվում է տեղեկանք անվտանգության տնօրենին, որը գրում է զեկուցագիր, տակը գցելով այդ տեղեկանքը իր ստորագրությամբ։ Նյութերում էլ անգամ առկա չի։ Հիմա լավ, ընդունենք մենք չենք միջնորդում, հարգելի հանձնաժողով։ Ես չեմ կարծում, որ դուք ձեզ չպետք է դա հետաքրքրի։ Կոնկրետ վարույթի առաջի կետը դրանով կարող է կամ հաստատվել, կամ հերքվել։ Նույնը նաև վերաբերվում է համակարգվածությանը։ Երեկվա այդ ծուղակը, որ պատրաստվել էր, այսպես եզրափակիչ մասում գրված ընդհանուր համակարգվածը, հետո բեղում են անում 171 էջանոց, ինչ որ չգիտեմ որ էջին, որ այդտեղ գրել են դա արտաշատ ցանցի պետ, բայց եզրափակիչ մասում կա ամբողջական այսպես բնութագրում համակարգի համակարգվածության վերաբերյալ, ենթադրվում է, որ դա գլխավոր տնօրենն է, տեղակալն է, մյուսն է։ Այդտեղ էլ կան այսպես բացատրություններ ոստիկանական մեթոդներով վերցրած, արդյոք ձեզ չի հետաքրքրում, լավ, այդ աշխատակցին, որ գրել է ինձ պետը ստիպեց, կամ մասնաճյուղի պետ էլ կար ոնց որ մեջը գրած, կարծում եմ վաղուց պետք է դատախազությունը կանչածելներ եւ գործ արածելներ ինչ որ նրանց հետ հարցակնություն եւ այլն։ Ձեզ չի հետաքրքրում արդյոք այդ անդամները իրենք գրել են թե ոչ, շատ էլ անձնագրի պատճեններ կա։ Եվ արդյոք ձեզ չի հետաքրքրում թե այդ տեսուչները այստեղ պատրաստ են ուղիղ դա կրկնելու։ Այսինքն լսված այսպես հանգամանքները ամբողջովին պարզված լինելու համար ես կարծում եմ որ առաջնա այսպես շահառուն առաջին դուք պետք է լինեք։ Հիմա մենք ձեզ խնդրում համոզում ենք, որպեսզի բերեք այսպես վկաներ ներգրավեք։ Շատ լավ, ձեզ լսեցինք։ Մի բան է, այսօր մարդիկ կան, որոնք աշխատում են հեծում, եւ այդ մարդիկ շատ այսպես գտածո են հանձնաժողովի համար, որ հանձնաժողովը, չնայած ես համոզված եմ, որ հանձնաժողովի 5 անդամը շատ լավ գիտի ինչ է կատարվել այն ժամանակ, շատ լավ գիտի ով ինչքան է պայքարել, ինչի դեմ է պայքարել, բայց դա թողենք մի կողմ։ Հանձնաժողովը կարող է հրավիրել եւ այդ մարդկանց, այսպես նախկին ներկայիս դիսկուրսի մեջ, ընդհանրապես այդ մարդկանց ու ճակերտների մեջ հարցաքննելու միջոցով, օրինակ պարզի, ինչ է փոխվել։ Պարոն Ղազարյան, կրկնվում եք, լսեցինք արդեն ընդհանուր միտքը, հասկանալի է։